Բարեկամներ, այժմ դատարանի մոտից ես եկա ոստիկանության այս մուշի բաժին, որտեղ պահվում է Լիլիթ Աղեկյանը, երեք լուսադեմից նորից տեղափոխեցին այս բաժանվում, քաղաքը նոր է արթնանում, Գյումրին, սա է այդ փողոցը, որի վրա գտնվում է այս բաժինը, և Լիլիթ Աղեկյանի մայրիկի հետ, ով 77 տարեկան է, մենք իհարկե գիշերեցինք տարբեր վայրերում, եղանք դատարանի մոտ, հիվանդանոցում, այս բաժանմունքում, էլի հետ եկանք, էլի գնացինք, էլի եկանք, հետո գնացինք տուն 77-ամյա ուսուցչուհու հետ, Լիլիթ Աղեկյանի մայրիկի հետ, ում հետ նա ապրում է, նրանց հաշվարկը այս Չիչոյանների, այս, չգիտեմ, դահիճների, կարելի է այդպես էլ ասել, նա է եղել, որպեսզի Լիլիթ Աղեկյանը հետ կանգնի իր բացահայտումներից և քանի որ տարեց մայր ունի և ինքը միայնակ տարեց մոր հետ է ապրում, հետևաբար իր կալանքը արդեն խոչընդոտ կլինի մայրիկի մենակ մնալու հետ կապված, այդ իսկ պատճառով էլ այս օպերացիան իրականացրել են, այս խայտառակ օպերացիան, կարելի ասել, որովհետև որևիցե իրավական հիմքեր, օրինական հիմքեր, իրավաչափ հիմքեր գոյություն չունեին, որպեսզի Լիլիթ Աղեկյանին ձերբակալեին, այդ քննիչ կոչեցյալն է, որոշում է կայացրել, որ Լիլիթ Աղեկյանին ձերբակալում է, քանի որ ցանկանում է տանել դատարան կալանքի որոշում քննարկելու համար, բայց փաստացի կալանքի որոշման համար դատարան չի տարել, սկզբից տարել է քննչական կոմիտեից տեղափոխել է ժամանակավոր պահման մեկուսարան, հատուկ են հաշվարկել, որ երեկոյան ուշ ժամ լինի, որ այդտեղ խաղա, փորձի խաղալ, հետո այսօր լինի ոչ աշխատանքային օր, այս ոչ աշխատանքային օրն էլ շահարկի և պատկերացրեք գիշերը այդ վոյաժներից հետո, տանել բերելուց հետո քննչական կոմիտե, այս ժամանակավոր պահման մեկուսարան, ոստիկանություն, հիվանդանոց, դատարան, հետո ոստիկանություն, այս ամբողջ շրջապտույտից հետո այսօր ինչ-որ ժամը 12-ին դատական նիստ է նշանակված, որտեղ պետք է քննարկվի Լիլիթ Աղեկյանի կալանքի հարցը։ Լիլիթ Աղեկյանին մեղադրում են, ըստ բանավոր ինձ փոխանցված տեղեկությունների, խուլիգանության մեջ, պատկերացնում եք, լրագրող, պարկեշտ ընտանիքից, բժիշկ, ուսուցիչ, պատկառելի անձնավորություն, ով բացահայտումներ է անում, բացահայտումներ, որոնք պարտավոր են կատարել իրավապահ մարմինները, մանկահասակ երեխայի բռնաբարությունից, այդ չարաշահումներ պետական գնումների ոլորտում, այդ թվում նաև թմրամիջոցների հետ կապված բացահայտումները Չիչոյանը շատ են նեղացրել և Չիչոյանը հիմա չգիտի ինչ անի, այս մեթոդն է կիրառում, բայց ասեմ դες այս մեթոդը շատ ճղճին մեթոդ է, թուրքական մեթոդ է, թուրքական այդ գարշահոտը փչում է այս մարդկանցից, սրանք չգիտեմ ինչ ասեմ, ոնց են մտածում, ինչով են մտածում, բայց ակնհայտ է, որ նաև իրենց վերջի մասին է սա խոսում, որովհետև այս տեսակի ապօրինություններ, վայրագություններ, որ գիշերով գալիս են մարդկանց տանում են, տարեց ծնողի ներկայությամբ, այսպիսի դահիճությամբ տանում են և չգիտեն ինչ անեն, որովհետև նույն կալանքի որոշումն էլ դեռ շատ հարցական է, դատարանը այդպիսի համարձակություն կունենա, այսինքն հիմար մեղադրանքներով, անհիմն մեղադրանքներով, անհիմն հիմնավորումներով կալանքի որոշում կայացնի, հասկանում են իրենք օգտագործեցին այս գիշերվա ժամերը, որպեսզի նեղեն, նեղություն տան, ցավ պատճառեն Լիլիթ Աղեկյանին և նրա 77-ամյա մորը։ Սա է եղել այս գիշերվա էությունը և իրենց էությունը, բայց այդ Չիչոյանը չի իմանում, որ ինքն է հայտնվելու այսպիսի վայրերում, իսկ իր հետևից հաստատ ոչ մեկ չի գալու, ես չգիտեմ ինքը տարեց մայր ունի թե չունի, ընդհանրապես ով ունի իր հետևից եկող,
Ես գիտեմ մի տղա ունի, որդի ունի, որը դատավոր է, նրան էլ հավանաբար կտանեն միտեղ կփագեն եւ իր հետևից ընդհանրապես որևիցե մեկը չի գա։ Ես արդեն ասել եմ բազմիցս այս վերջին օրերի ընթացքում, որ Սրբուի Գալյանը համապատասխան խցերը պատրաստի, որովհետեւ լայնածավալ, լայնամասշտաբ մեկուսացումներ պետք է տեղի ունենան օրենքով, կարգով, այսինքն դատարանի արդար վճիռներով, այդ կեղտը պետք է տեղափոխվի մեկուսարան եւ դա անելու ենք, պետք է մաքրենք այդ կեղտից, որը մարդ կոչեցյալ կեղտն է, որը ունի թուրքական բնույթ, այդ կեղտը պետք է տեղափոխվի պարտադիր քրեակատարողական հիմնարկներ։ Քաղաքում ինչ որ միջոցառում է սպասվում, հավանաբար տոնական, ամսի 9-ի հետ կապված, բայց այնպես չէ, փողոցը տեսնում եք ինչ վիճակում է։ Սա է, հիմա տեսնենք Լիլիթ Աղեկյանին երբեն էստեղից տեղափոխելու, մենք էստեղ սպասում ենք։ Ես եւ Լիլիթ Աղեկյանի 77-ամյա մայրիկը։ Տեսեք, էստեղ նստած է, մայրը սպասում է։ Էս է սրանց պատկերը։ Իրանց հետևից որևիցե մայր չի գնալու, որովհետև իրանց մայրերն իրանց նման են։ Ուր պետք է գնան, իրանց նման դաստիարակել են, ստորսրիկա տականքների են դաստիարակել։ Ով պետք է գնա իրանց հետևից։ Առայժմ այսքան։